Պարոն Հակոբ Կոխյան, ձեր պահանջները խնդրում եմ ներկայացնեք, ինչու հենց այստեղ եք ընտրել հացադուլի վայրը։ Կներեք ինձ պարոն մի ասեք, էլի ավելի եթե բանովա Ռամիկ ասեք, Ռամիկ Հակոբ Կոխյան, եթե չէ իսո, իմ պահանջները ես արտահայտել եմ, պահանջում եմ արդար հաշվարկ, արդար գրել եմ պահանջում եմ արդար հաշվարկ, մեկ էլ գողություն չանեն էլի, ավելի շատ շպիոնություն է, ձայները չգողանան, ինչ է նշանակում, ասենք օրինակի համար, բարգավաճը հաշվում են 77 հատ, գրել են մի հատ, հետի սաղ տարել են ենմիշան, չէ, դրա համար էլ հիմա գիտեք, որ ուրիշ ձև չեմ գտնում, մտածում եմ ինչ կարամ անեմ, ինչով կարամ սրանց դեմ պայքար տանեմ, որոշեցի հացադուլ հայտարարեմ ու կարող ժողովուրդը հավաքվի առ գլուխ ու ստիպի իրենց, որ մի քիչ էլ արդար լինեն, էլի, մի քիչ, շատ չէ, մի քիչ էլ արդար լինեն։ Երրորդ օրն եք, ձեզ, ասենք, շտաբ օգնությունից եկել են, զննել են։ Հա, երեք եկան, զարմանալի է, որ գոնե երեք եկան բան արին, հիմա ես սրտի վիրահատություն էլ եմ տարել, տենց ասի թողեք հանգիստ սաղ նորմալ է։ Իսկ իշխանությունների կողմից, քաղաքային իշխանությունների կողմից ինչ որ մեկը նրանք այդքան բանը մի ժամանակ գլխակներին գրել էին դուխով, հիմա դրանք հետ դուխավիկները, իկները այդքան դուխ չունեն կան, հետս ձրուցեն։ Հացադուլը ես իշքան հիշում եմ ձեր պայքարի հիմնական միջոցն է, որ երրորդ անգամ եք հացադուլ անում և ինչ արդյունքներ են։ Դե հիմա գիտեք ինչ, որ կռիվ չեմ կարող անեմ պետության դեմ, ստիպված ինչ անեմ, ոնց անեմ, ասենք իմ առողջության հաշվին գոնե պատրաստ եմ ժողովրդին համախմբեմ, որ հասկանան, որ թուրքացում է գնում, հասկանում եք, ու էլ համբերելու տեղ չկա, էլի, ինչ պետք է, հիմա թուրքը գա, քանի հատ ձեն էր հավաքեն Նիկոլա, 600, թե 700, հիմա 700,000 գրել էին, հիմա Ալիևն էլ 300,000 գբերին, Երևանը սարքվել է, որ միլիոնուց քաղաք լինի, կդառնա Երևան, հաբա հետո դրա վերջը, հիմա սրանց մեծամասնությունն էլ մտածում է Թուրքի հետ ավելի լավ քիրվայություն անեմ, քան ստե Ռուսի հետ ախպերություն, մտածում են Թուրքին ծառալն ավելի լավ է, քան ստե Թուրքի հետ ընկերությունը, իսկ ես տենց չեմ ուզում ապրեմ, ավելի լավ է նամուսով մեռնես, քան ստե աննամուս ապրես։ Իսկ այս ընթացքում ընդդիմադիր ուժերից ձեզ այցելում են, հիմնական ժողովուրդը ինչ արձագանք կա։ Չէ, ժողովուրդ արդեն հասկացությունը չեմ էլ ընդունում, որովհետև ժողովրդի մեջ այնքան զրթու զիբիլ կա, որ սկի այդ մի հոգավորը, ինչ բառը, շան ու շանգյալ, այնքան շան ու շանգյալ կա, բայց ժողովուրդի մարդիկ շատ մտահոգված են, էլի, ինչի համար մեկը բան չես կարալու փոխես, բան չես անելու, դե հիմա չեմ կարալու փոխեմ անփառունակ, անգետ կյանքից, լավ է պարկով մահն ընդունեմ, իմ համար մեռնել է ավելի պատվաբերյա, քան ստե նվաստացած ապրել է, հիմա
ես շատ գիտեմ, չեմ մանում էլի գլուքս էլ չի աշխատում, պրոստը երազում եմ, որ կարող է դիտենց երազանքել մնա Հայաստանում հնես մի ղեկավար ունենանք, որ ստախոս չլնի ու ասացին տեր կայնի, այ ոնց որ ես նախանձով չեմ տառապի երբեք, հիմա շատ եմ տառապում, որ Ռուսաստանը կարող է ասենց տղամարդ գլխավոր գերագույն հրամանատար ունենա, իսկ մենք մի հատ ընկերուհի, որ Ալիևի դեմ կարա գլուխը կախ նստի բան, ստեղ ոստիկաններով, բաներով, գամփռներով փաթաթված ամեն ինչ խոսա, բայց ինքը այդ տղեն չէ էլի, որ կարա տենց խոսա, կզոսնեմ, չոքսնեմ, շանեմ, էդի երգիրը ղեկավարի բառեր, էդի տենց խոսալու, իսկի փողոցային է տենց բաներ չի կարա ասի մեկի մասին, հիմա փողոցային ժարգոնով, բանով հետը մթում իմ համար ամոթալի է, որ իմ ազգը սենց ղեկավար պետք է ունենա, ոնց երգիր մոլորակը ստեղծվել է հայերով, սկսվել է հայերով, ու այս մոլորակը վերանալու է մի անմարդաբնակ մոլորակը դառնալու, վերջի հայի վերանալու, հիմա եկել են ուզում են այս մոլորական մարդաբնակ սարքեն, ոնց Մենք տեսանք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ձայների հաշվարկի ընթացքում ձայներ գողացավ ընդդիմությունից եւ վերջի ամփոփիչ եզրակացության մեջ էլ հիմա հետագա պայքարը ինչպես եք պատկերացնում, եթե որոշեն ընդդիմությունը փողոցային պայքարի, դուք կմիանաք։ Պարտադիր, եսի անելու ես էլ կարծում եմ, որ եսի անելու բան չի, մա սովամահալնելով ինչ, ավելի լավա պայքարի մեջ մերնես, կանստե սենց նստես թախտին սպասես բախտին, եսի գոր չի, բայց դե հիմա ստիպած ինչ անեմ, տենամ գոնե ես իմ քայլով կմիավորվի մեր ժողովուրդը, կհասկանա, որ քծողների, խապեպաների հետ պետք է վերաբերվես հենց ոնց որ իրանք արժանի են։ Զարմանք եմ ապրում, որ մարզաշխարհի մարդիկ, որ ասենք օրինակի համար ասում եմ ասեք հորս արև, պարոն Ծառուկյանի արև, ու մտել են աշխարհ օլիմպիական չեմպիոններ ունենք, սենց ու իրանց արած գործը նայում ես, տղամարդավարի բան, կյանքում ոնց որ նապաստակներ ելնեն, բան էլի, կամ շնիկներ, ով մի կտոր հաց գցի դեմները, եկալ են ուտեն ու դրա ոտերը լպստեն, տենց ու չի լինում, դրա համար էլ ինքը ժամանակին, որ լպստող է եղել մարդա մեկը, հիմա էլ այս շնիկներին էլի մի կտոր հաց գցում, կամ մի հատ պրեմիա տալում, սկսում են ոտերը լպստել, դե եթե տենց կյանքը ձեռա տալիս, ինձ ձեռ չի տալիս, ես մարդավայել ապրեմ, ոչ թե շնիկավարի։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ շնորհակալ։